Այսօր ուզում եմ ընթերցել մեկ համար միայն Հոբ գրքից 6-րդ գլուխ 30-րդ խոսքը։ Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա։ Միթե իմ քինքս չար բաները չի կարող զանազանել։ Ամեն։ Մենք խոսեցինք խառն ամբոխի մասին, որը դուրս եկավ Եգիպտոսից։ Եվ մենք տեսանք, որ միայն ազգությամբ հրեաներ չէին դուրս եկողները, միայն թլպատվածներ չէին դուրս եկողները, այնտեղ կային եւ նաեւ այլազգիներ, օտարականներ եւ նաեւ, եթե հիշում եք, կարդացինք, որ կային նրանց մեջ վարձկան մարդիկ, որոնց շահը, նյութական շահը առնչվում էր, կապված էր այս ժողովրդի հետ։ Եվ իրենց շահի հետևից գնալով Եգիպտոսից դուրս եկան։ Նրանք Աստծո ժողովրդի մեջ էին, բայց Աստծո ժողովրդից չէին, օտարական էին, նաև վարձկան էին։ Եվ մենք գիտենք, որ Եգիպտոսից ելքը ինքը խորհրդապատկերում է նաև քրիստոնյայի, հոգևորի, հավատացյալի ելքը մեղավոր աշխարհից։ Նաև Իսրայելը խորհրդապատկերում է եկեղեցին։ Ու երբ համեմատություններ տարանք 5 կտակարան, նոր կտակարան, մենք տեսանք, որ այդ խառն ամբոխը ոչ միայն գոյություն ուներ Իսրայելի մեջ, այլ նաև այն գոյություն ունի եկեղեցում։ Եվ շատ գայթակղություններ, շատ հիասթափություններ, մենք կարող ենք ապրել հոգևոր աշխարհի մեջ, տեսնելով տարատեսակ ամբոխ, որը չի համապատասխանում այն քրիստոնեական կերպարին, որը Սուրբ Գիրքը մեզ նկարագրում է կամ որի ակնկալիքն ու սպասելիքը մենք ունենք, այստեղից գիտակցում ու հասկանում ենք, որ եկեղեցին էլ մի խառն ամբոխ է։ Այնտեղ էլ կա, ամեն տեսակը կա հավատքով սրբված Տիրոջը ուխտավորը, Աստծո ժողովուրդը, եւ նաեւ կա իր օտարականը, ինչ պատճառներից ելնելով, չգիտեմ, աշխարհիկ կյանքում ինչ որ մի բան չի ստացվել, չի կարողացել կայանալ, այստեղ մի քիչ ավելի հեշտ է, մի քիչ ավելի էն է եւ այլն, մտել են ներս, տաքուկ անկյուն է գտել, ուրիշ մեկն էլ այստեղ շահի աղբյուր է տեսել եւ մտել է, ուրիշ մեկը այլ պատճառ, այսինքն խառը ամբոխ։ Եվ նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ կա այդ խառը ամբոխը եւ Տեր Հիսուս խոսում է դատաստանի մասին, որ գալու է այդ օրը, երբ Տերը զատելու է հասկը, ծորենի հասկը որոմից, որը ինչպես խոսեցինք, շատ նման է իրար, մի քիչ դժվար է զանազանելը։ Մենք տեսնում ենք, որ դատաստանի օրը Աստված զատելու է ոչխարներին, այծերից։ Ինչ է նշանակում զատելու է։ Սա խոսում է նրա մասին, որ նրանք իրար մեջ են, իրար հետ են, մի հոտի մեջ են։ Տերը պետք է զատի ոչխարներն այծերից։ Բայց ասեմ ձեզ սիրելիներ, քանի այծն ու ոչխարը միասին են արածում, վտանգը մեծ է։ Շատ անգամ ես խոսում եի մի ազգությամբ եզդի լավ ընկեր ունեմ, հոգևոր եղբայր ունեմ, խոսում եի իր հետ, ասեց, գիտես ինչ են անում այծերը հոտում։ Կարող է այծը ոչխարին իր հետ տանի, իր հետևից տանի։ Ու մեկ ընես տեղեր է տանում, որ ինքը կարողանում է հետ գա, ոչխարը չի կարող հետ գա։ Ու մոլորվում է ոչխարը։ Շատ անգամներ ոչխարները մոլորվում են հենց այծերի հետևից գնալով։ Հիմա մեր քարոզաշարքը ինչի մասին է։ Ինչպես ճանաչել կեղծը խառը ամբոխի մեջ։
ինչպես զանազանել, ինչպես ճանաչել կեղծը։ Հենց ի սկզբանե պիտի ասեմ, երբեք չկարծեք, որ կարող եք գալ այն աստիճանի հասնեք ձեր կյանքում, որ անմիջապես զանազանեք։ Դա հնարավոր չէ, այսինքն այդ բացարձակ աստիճանին հնարավոր չի։ Հնարավոր է որոշակի կյանքի փորձից ելնելով, որոշակի գիտելիքներից ելնելով, մարդկանց հետ շատ շփված լինելով, որոշ որակներ ունենաս, որ կարողանաս զանազանես կեղծը իրականից, բայց երբեք չսպասես, որ 100% արդյունք ես ունենալու։ Դրա համար գոյություն է Աստծո դատաստանը։ Այստեղ մի կարևոր խոսք է ասում Հոբ Աստծո ծառան։ Ասում է՝ միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, միթե իմ քիմքը չար բաները չի կարող զանազանել։ Կարծես ռետորական հարց է։ Միթե իմ քիմքը չար բաները չի կարող զանազանել։ Հոբ Աստծո ծառան խոսում է մի կարևոր հատկանիշի մասին, որը ցանկալի է ունենա յուրաքանչյուր քրիստոնյա։ Սա շատ կարևոր հատկանիշ է։ Երանի թե ամեն քրիստոնյա ունենա այս հատկանիշը, որ կարողանա նրա քիմքը զանազանի չար բանը։ Այդ ինչ է նշանակում չար։ Նշանակում է կեղծը, վնասակարը, սուտը, խաբկանքը, օտարը։ Միթե իմ քիմքը չար բանը չի կարող զանազանել։ Իր ընկերները, հոբի ընկերները մեղադրում էին իրեն սխալ ուղու վրա գտնվելու մեջ։ Եվ հիմա իր ընկերներին ասում է, ինչ եք կարծում, ես զուրկ եմ, իմ քիմքը չի կարողանում զանազանի չարը։ Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա։ Միթե ես չեմ կարողանում զանազանել բարին չարից, կեղծը իրականից։ Ցավոք շատ հավատացյալներ չունեն այս հատկանիշը։ Ցավոք շատ հավատացյալներ նրանց քիմքը չի կարողանում զանազանի։ Հավատացյալը քրիստոնյա է, բայց քիմքը իր չի կարողանում զանազանի, չի կարողանում տարբերակի։ Ես չգիտեմ Հիսուս ինչու իր ժողովրդին երբեմն համեմատում էր ոչխարի հետ, բայց ոչխարը մի լավ հատկանիշ ունի, էլի ընկերոջից եմ իմացել, նա թունավորը չի ուտում, նա մաքուր խոտ է ուտում, դրա համար ոչխարի միսը ամենամաքուր միսն է, նա զիբիլ, վնասակար, բաներ չի ուտում, նա մաքուրն է ուտում, մաքուր խոտն է ուտում, Աստծո ժողովուրդը ոչ թե ոչխարին պետք է նման լինի խելքի պատճառով, այլ իր քիմքով, որ նա կարողանա զանազանի տարբերակի չարը բարուց, այլապես տարատեսակ մոլորությունների մեջ ես ընկնելու, տարատեսակ փորձությունների մեջ ես ընկնելու ու շատ հաճախ խաբվելու ես։ Երբ այսքան խառն է հոգևոր աշխարհը, ինչպես զանազանել հավատացյալը անհավատից, հոգևորը մարմնավորից, ճշմարտությունը ստից, իրական, իսկական հովիվը վարձկան հովիվից։ Ինչու եմ այս հարցը բարձրաձայնում։ Նախ, որովհետև Սուրբ Գիրքն է զգուշացնում։ Մենք չպետք է Սուրբ Գրքին մոտենանք այսպես որոշակի նախապատվություններով, խոսենք այն բաների մասին, ինչը հաճո է եւ հեշտ ընկալելի եւ ցանկալի լսողների համար։ Տեր Հիսուս իր քարոզախոսության 3 տարիների ընթացքում ավելի շատ խոսեց դժոխքի, դատաստանի մասին, քան դրախտի փառքի մասին։ Նախ Սուրբ Գիրքն է զգուշացնում։ Աղավասիկ Մարկոսի ավետարանի մեջ գոնե զգուշացումներից մեկի մասին ենք կարդում,
Մարկոս 13:5-6 Տեր Հիսուսն է ասում, Հիսուս պատասխան տվավ անոնց եւ ասավ. զգուշ կեցեք, չլա որ մեկը ձեզ խաբե։ Վասնզի շատերը պետք է գան իմ անունով ու ասեն թե ես եմ Քրիստոսը, ու շատերը պիտի մոլորեցնեն։ Տեր Հիսուս զգուշացնում է, ասում է զգուշ կեցեք, զգուշ եղեք, որ չխաբվեք։ Դա նշանակում է խաբվելու վտանգ կա, քանի հոտի մեջ այծեր կան, ոչխարը միշտ վտանգված է խաբվելու, մոլորվելու, քանի հոտը, քանի խառն է ամբողը, հոգևոր դաշտը, հասկանաք, ես խոսքը չի վերաբերում միայն մի տեղական եկեղեցու, ընդհանրապես հոգևոր դաշտը, հոգևոր աշխարհը խառն է, ամեն տեսակը կա, սա նշանակում է խաբվելու վտանգն էլ կա։ Ուստի մեզանից պահանջում է ինչ? Զգուշացում, զգուշ լինել, զգոն լինել։ Մենք տեսնում ենք Պողոս առաքյալն է զգուշացնում Աստծո եկեղեցուն։ Երբ որ նա հրաժեշտ էր տալիս Եփեսոսի եկեղեցուն, կարդում ենք Գործ Առաքելոց գրքում 20-րդ գլուխ 28-ից 31-րդ խոսքերը։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոտին համար։ Իր խոսքը ուղում է եկեղեցու հովիվներին նախ եւ առաջ։ Ասում է զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոտին համար, որում վրա Սուրբ Հոգին ձեզ տեսուչ դրավ։ Աստծո եկեղեցին հովվելու զոր իր արյունով ստացավ։ Այս էլ նրանց համար ուղղակի մի քիչ շեղվենք, հա, թեմայից։ Այն որ ասում են Հիսուս Աստված չի։ Ասում է, որ Սուրբ Հոգին ձեզ տեսուչ դրավ, Աստծո եկեղեցին հովվելու, որ իր արյունով ստացավ։ Ով իր արյունով այդ եկեղեցին ստացավ։ Հիսուսը, որ այս հատվածում կոչված է Աստված։ Այս ուղղակի միջանկյալ, թեթև։ Շարունակենք։ Քանզի գիտեմ 29-րդ խոսքը, թե իմ զատվել ես ետքը, այսինքն իմ հեռանալուց հետո, ձեր մեջ հափշտակող գայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն հոտին, եւ ձեզանից էլ այնպիսի մարդիկ պիտի ելնեն, ոչ միայն դրսից պետք է գան, այլ նաեւ ձեր միջից էլ այնպիսի մարդիկ պիտի ելնեն, որոնք ծուռ բաներ պիտի խոսեն, աշակերտները իրենց ետևից քաշելու համար։ Հասկանում եք։ Բայց ինքը լավն է, բայց ինքը պուպուշ է, ինքը լավ ընկերն է, ինքը եւ այլ, ասում զգուշացիր, այդ մի խաբվի։ Զգուշացիր, որտեղ վտանգը կա, իրականություն, եւ դա Պողոսը ասում է դեռ առաջին դարում։ Եվ ասում է իմ գնալուց հետո, երբ որ ես գնամ, նախ հովիվներին է զգուշացնում, ասում է ուշադրություն դարձրեք այդ հոտի համար, որ ձեզ դրել է որպես տեսուչ այդ հոտին։ Զգուշություն արեք, որովհետև հափշտակող գայլեր են գալու, հափշտակող գայլեր են մտնելու։ Երկրորդ ասում է ձեր մեջից են դուրս գալու, որտեղ մենք վտանգը դրսից ենք սպասում, բայց ասում է չէ, ձեր միջից են ելնելու։ Ձեր ներսից են ելնելու։ Ինչ անելու, ասում է ծուռ բաներ են խոսելու, ծուռ բաներ են սովորեցնելու։ Շեղված բաներ, ծուռ։ Իմիջիայլոց այս ծուռը միշտ չի, որ մենք Եհովայի վկաներին քիչ առաջ հիշեցինք, հա, այսպես անուղակի կերպով։ Իրանց ուսմունքը վարդապետությունը այնպես ոչ թե ծուռ է, այլ շատ ծուռ է, հա, բայց այս ծուռ բաներ, որ ինքը նկատում է, հաճախ ինքան աննկատ ծուռ է լինում, որ քիմքդ չի կարողանում զանազանի, այն որ լինում է, չես հասկանում, այս դառն է, քաղցր է, թթու է, չէ, չես կարողանում ճիշտ բնորոշում տաս համին։ Այդպես թեթև շեղում ունեցող բաներ։ Բայց չի ասում, դե լավ, ոչինչ, թող ինքն մի քիչ թեթև շեղված լինի։ Այստեղ ասում է զգուշացեք, որովհետև իրենց նպատակն ինչ է։ Աշակերտներին իրենց հետևից տանելը։ Աշակերտներին։ Ուրեմն Սուրբ Գիրքը զգուշացնում է եւ ցավոք տեսնում ենք, որ շատերն են այս մոլորության ծուղակի մեջ հայտնվում։ Ուստի
Պետք է հասկանանք, որ որոմի հասցրած վտանգը միշտ սպառնում է հասկին։ Ուրեմն կեղծը, սուտը, սուտ ուսմունքները, սուտ վարդապետությունները, սուտ վարդապետները, սուտ հավատացյալները, սուտ հովիվները, սուտ քրիստոնյաները, որոնք որ ունեն աստվածպաշտության կերպարանքը, կարող են միշտ վտանգել Աստծո հոտին։ Հիմա մենք, որպես Աստծո ժողովուրդ, ինչպես զանազանենք, ինչպես մեր քինքը զանազանի գեշ բաները, վատ բաները, ինչպես այն զանազանի։ Մատթեոս 7, 15-ից 20 Զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ձեզի են գալիս ոչխարի հանդերձներով, բայց ներսեն հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղեն պիտի ճանաչեք զանոնք։ Միթե փշերից խաղող կքաղեն, կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս։ Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը բարի պտուղ տալ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի և կկրակը կնետվի, ուրեմն իրենց պտուղից պետք է ճանաչեք նրանց։ Տերը չի ասում, կույր մնացեք, սպասեք դատաստանի օրը գա։ Տերը չի ասում, մի դատեք, չէ, ինչպես շատերը սովոր են ասել, ոչ, ասում ես զգուշացեք, ճանաչեք, քննեք, ձեր քիմքը պետք է կարողանա զանազանի։ Ինչպես զանազանենք Տեր։ Այստեղ ասում է պտուղներից։ Ուրեմն պտուղներն են վկայում մարդու ով լինելու մասին և ոչ թե բարձրագոչ հայտարարությունները։ Պտուղներն են վկայում մարդու ով լինելու մասին։ Իր ցուցաբերած պտուղները, իր գործերն են վկայում, իր ապրած կյանքն է վկայում մարդու ով լինելու մասին և ոչ թե բարձրագոչ հայտարարությունները իր ով լինելու մասին։ Աստծո հոտը հիմնականում խայծը ուտում է, երբ հրապուրվում է այս բարձրակոչ հայտարարություններով, այս մեծ բարձր խոսքերը լսելով է ուտում խայծը։ Բայց Հիսուսն ասում է կյանքը պետք է վկայի, պտուղները պետք է վկայեն, պտուղները պետք է վկայեն։ Տեսեք, ասում է զգուշ կեցեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ են գալիս։ Ոչ մի սուտ մարգարե չի գալիս, չի ներկայանում որպես սուտ մարգարե։ Չի ասում, բարև ձեզ, թույլ տվեք ներկայանալ, ես սուտ մարգարե եմ։ Այդպիսի բան չկա։ Այդ Տերն է ճանաչում, որ սուտ է։ Շատ հաճախ Աստծո ժողովուրդը չի ճանաչում։ Աստծո ժողովուրդը ավելի կոչումն է լսում, դու ասում ինքն էլ է հովիվ, ինքն էլ է մարգարե, ինքն էլ է քարոզիչ, ինքն էլ է քահանա, ինքն էլ է հոգևոր առաջնորդ, ինքն էլ է ձեռնադրված։ Այսինքն միայն արտաքին դատողություն են անում, արտաքին վկայությունների վրա են հիմնվում։ Ինքն էլ է մարգարե։ Ասում է որոնք ձեզ գալիս են ոչխարի հանդերձանքով։ Հագուստը ոչխարի է։ Այս ինչ է նշանակում հագուստը ոչխարի է։ Այսինքն իր արտաքին դրսևորումները նման են հոգևորի, նման են հավատացյալի։ Հագուստը ոչխարի է։ Այսինքն ինքը իր արտաքին իր խոսվածքը, իր պահվածքը, ինքը ուղիղ եթեր են ուտում, ապա փողկապը կապած, բան sense, մի անգամ էլի ազդեցություն թողնելու։ Տպավորություն ավելի ճիշտ, ոչ թե ազդեցություն։ Սուտ մարգարեները սովորաբար ավելի հակված են տպավորություն թողնելու վրա,
քան թե ազդեցություն։ Նա ավելի աշխատում է տպավորություն թողնել։ Բայց հիշեք, որ տպավորությունը երկարատև չէ։ Տպավորությունը շուտ հոդս է ցնդելու։ Հետքը թողնում է մարդու վրա, հետք թողնում է մարդու գործերը, մարդու ապրած կյանքը։ Մարդկանց կյանքի վրա ազդեցություն չի թողնելու քո հագած հագուստը, բայց քո վերաբերմունքը, քո արարքը թողնելու է։ Մարդկանց վրա ազդեցություն չի թողնելու քո խոսքերը, բայց քո գործերը միշտ մնալու են, հիշվելու են։ Թե ինչ ասեց կարող է մոռանա, ինչ ասեցիր կարող է մոռանա, բայց ինչ արեցիր, սա է հիշվում։ Սիրո խոստովանությունները չեն, որ տպավորում են մարդուն կամ ազդում են մարդու վրա, հիշվում են մարդու կողմից, այլ սիրո արարքները կամ դրա հակառակը, այդպես չէ։ Խոսքերը գրավելու համար են, հրապուրելու համար են, գործերը հետք թողնելու համար են։ Սա է նշանակում պտուղներից ճանաչեք։ Ոչ թե ինքը ինչ է խոսում իր մասին, ինչ է հայտարարում իր մասին, իր քրիստոնյա լինելու մասին, իր հավատացյալ լինելու մասին, իր ճոխ քարոզների մասին։ Սա զրո արժեք ունի, եթե հետևը կանգնած չի նվիրում, կանգնած չի հավատարմություն, կանգնած չի խոնարհում, կանգնած չի ինքնազոհությունը, կանգնած չի կյանքը, էությամբ ասում է գայլ են։ Նրանք, ովքեր նայում են կոչումին, նրանք, ովքեր նայում են հագուստին, նրանք, ովքեր նայում են խոսքերին, միշտ ենթարկվելու են մոլորության, միշտ խաբված են լինելու։ Մի սուրգրային օրինակ, հա բերեմ, մի պարզ օրինակ, Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ։ Ամբողջ հատվածը չեմ կարդա, 17-ից 22-րդ խոսքերն են, սա կկարդաք տունը, խնդրում եմ, ձեզ ծանոթ հատված է։ Հիշում եք, որ Հիսուս մի տան մեջ էր եւ քարոզում էր, խոսում էր, 4 ընկերներ լսեցին, որ Հիսուսը այդ տան մեջ է, գնացին իրենց հիվանդ ընկերոջը պատգարակի վրա, բերեցին, որպեսզի մտցնեին այդ տան մեջ, որ Հիսուս նրան բժշկեր։ Այս ընկերը չէր կարող շարժվել, երկար տարիներ, հա, ինքը քարացած, ուրեմն հաշմանդամ վիճակում էր, անդամալույց վիճակում էր։ Եվ այս մարդիկ ամեն բանի գնով ուզեցին, որ Հիսուսի մոտ մտցնեն իրենց ընկերոջը, բայց պատուհանների մոտ, դռների մոտ մարդիկ ուրեմն կուտակված են եւ անհնար, ու բոլորը հիվանդ, ու մեկը չէր կարող ասել, գիտես, իմ հիվանդությունը ավելի թեթև է, դու առաջանցի։ Ամեն մարդ ինքը իր հիվանդության համար էր այնտեղ։ Եվ ինչ արեցին այս ընկերները, այս 4 ընկերները, այդ ում տունը, ովքեր որ հյուրընկալել էին Հիսուսին, այդ մարդու տանտանիքը քանդեցին։ Եվ այդտեղից իջացրեցին Հիսուսի ոտքերի մոտ։ Հիմա տեսեք, 20 եւ 21 համարները պետք է կարդանք։ Ասեմ նաեւ, որ այդ տան մեջ էին նաեւ հավատացյալ, շատ հզոր, ուժեղ, զորավոր հավատացյալ փարիսեցիներ էին ներկա։ Այն ժամանակա ժողովրդի գնահատականով, հա։ Այդ հիմա է մեզ համար փարիսեցի բառը բացասական իմաստ կրող բառ։ Այն ժամանակ էդի այն քրիստոնյայի վերջին տեսակներ են, ամենավերջներ։ Քրիստոնյայի չէ, այսինքն հավատացյալի։ Լավ, 20 եւ 21 համարները միայն կարդանք։ Ուրեմն Հիսուս տեսնելով անոնց հավատքը, ըսավ անոր, ով մարդ, քո մեղքերդ ներված են։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորել եւ ասել, ով է սա, որ հայոյություն է անում, ով կրնա մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված։ Ուրեմն առաջինը 20-րդ համարը ասում է, տեսնելով նրանց հավատքը, ասաց մեղքերդ ներված են, հա, նրանց այդ ընկերոջը ասաց, որ մեղքերդ ներված են։ Ինչ տեսավ, որ որակեց որպես հավատք։
հավատքի գոյություն։ Այս մարդիկ ինչա գոռում գոչում են, ասում են մենք հավատում ենք։ Անհավատներ գնացեք ենքում հավատացյալներին տեղ տվեք։ Չէ, ինչը տեսավ։ Հավատքի գոյությունը ինչը վկայեց։ Նրանց հայտարարությունները իրենց հավատացյալ լինելու մասին։ Չէ։ Ինչը տեսավ։ Գործը տեսավ։ Ինչ էին անում այս մարդիկ։ Եկան, տեսան, հնարավոր չի, անհնար է, հնար չկա ներս մտնելու, տուն ներս մտնելու, պատուհանների մոտ լիքը բազմություն, դռները լիքը, ներսը լիքը ժողովուրդ։ Ինչ արեցին։ Քանդեցին տանիքը։ Կարծես թե ինչ անամոթ քայլ արեցին, չէ՞, մարդու խալխի տունը դրել քանդում ես։ Տանիքը, բայց խոսում ասա ինչի մասին է խոսում։ Հավատքի մասին։ Չէ՞ լան, ես սկսեն այնտեղ գոռալ, գոչել, դավանել, բան, ալելույաներ ասել, այլն գիտարով բերեն երգեն, որ Հիսուս ասի շիշ լավ եկա ելնի դուրս հրապուրվի եւ այլն։ Ոչ, գործ ցույց տվեցին։ Հավատքի գործ, եւ ասում է Հիսուս տեսավ նրանց հավատքը։ Տեսավ հավատքը հնարավոր է տեսնել։ Հնարավոր է հավատքը տեսնել։ Արի ու տես, հա, մենք կարող ենք ասել, որ չէ, հնարավոր չէ, որովհետեւ դա սրտի վիճակ է, չէ՞։ Բայց փաստվում է, որ կարելի է տեսնել։ Տեսնել հավատքը, ոչ թե լսել, այլ տեսնել։ Այո, որ նեղության մեջ ես, բայց շարունակում ես Տիրոջը փառաբանել, այս ցուցաբերում ես, հայտնում ես քո հավատքը։ Այո, որ վշտի մեջ ես, բայց շարունակում ես ասել, Աստված տվեց, Աստված առավ։ Ու կանգուն ես մնում հոգևոր ընթացքիդ մեջ, այս սա խոսում է, որ երևում է հավատքդ։ Այ որ ոչ նեղություն, ոչ կյանք, ոչ մահ, ոչ հալածանք, ոչ ցավ, ոչ սով, ոչ տառապանք, ոչ մի բան քեզ չի զատում քո հոգևոր ընթացքից, քո հոգևոր կյանքից, քո հոգևոր սկզբունքներից, քո ծառայությունից, քո նվիրումից։ Այսա երևում է քո հավատքը։ Երևում է։ Ու դու կարիք չունես բարձրակոչ հայտարարություններ անելու։ Այսօր բոլորը գոռում են, այսօր բոլորը խոսում են։ Ես իմ Facebook-ը երբ որ թերթում եմ, սա քարոզ է, սա խոսում են։ Այ մարդ Հիսուս առաջ գնում էր գյուղերում էր քարոզում, քաղաքներում էր քարոզում, տնետուն էր քարոզում։ Այսօր բոլորը էս մի հատ հեռախոս են դրել դիմացը քարոզում են։ Սա քարոզում են այդ հեռախոսի միջոցով։ Ինչքան հեշտ է։ Ինչքան լավ է։ Շատ մարդ կլսի։ Ժողովուրդը մենակ ձեր խոսքերը չպետք է լսի։ Ժողովուրդը ձեր կյանքն էլ պետք է լսի։ Որովհետև կյանքն ավելի հզոր քարոզիչ է։ Պատուղները ավելի հզոր ազդեցություն են թողնում մարդու կյանքի վրա, քան թե խոսքերը։ Այնտեղ կային հավատացյալ ժողովուրդ նստած։ 21-րդ խոսքը խոսում է փարիսեցիների մասին։ Դպիներ, փարիսեցիներ, ասում են սկսեցին խորել, ով է սա, որ հայոյություն է անում, ով կարող է մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված, սրանք հզոր հավատացյալներ էին, սրանք հավատացյալի շոր էին հագնում, հավատացյալի գլխարկ էին դնում, իրենց Հիսուսն ասաց, որ իրենք սիրում են հրապարակների մեջ իրենց աղոթքները այսպես երկար հնչեցնել, հրապարակը գիտեք ինչ է, այսինքն ժողովրդի ներկայությամբ։ Այն ժամանակվա լայվն էր, էլի։ Այն ժամանակվա լայվ մտնելն էր, էլի, այսպես շատ մասաների առաջ։ Երևան։ Համերգ էին տալիս։ Այ մարդ աղոթում ես, Հիսուս չի ասել, աղոթելուց մտի քո սենյակը աղոթի։ Ասել է, չէ։ Քո ներքին սենյակը, ասում է, քո հայրը ծածուկ տեղը կտեսնի քո աղոթքը, կլսի քո աղոթքը եւ քեզ հայտնապես հատուցում կտա։ Դա ինչ չի ասել Հիսուս։ Բայց ինչ ենք դրել այ մարդ, աղոթքնել ենք հանրայնացրել։ Մեր աղոթող տեսակն ենք ռեկլամում։ Լայ, ես հիմա ուզում եմ աղոթել, ես ինչի համար։ Այ մարդ աղոթում ես, գնա աղոթի։ Էդ ում հետ ես խոսում աղոթքի ժամանակ։ Իմ լսարանի, թե Աստծո։
Հիմա ուրիշ է, երբ որ եկեղեցու միաբան աղոթք ենք անում։ Եկեղեցու միաբան աղոթք ենք անում, ես էլ եմ աղոթում, դու էլ ես աղոթում, սա ուրիշ է։ Բայց աղոթքը գովազդ ես անում, հանրայնացնում ես այսպես։ Այս տեսակ հավատացյալներ էին, այս մարդիկ, որոնց Սուրբ Գիրքը կոչվում է դպիներ ու փարիսեցիներ։ Բայց արի ուտես, որ այս ուժեղ հզոր հավատացյալի կերպարի մեջ գտնվող մարդիկ ինչ են ասում։ Ասում է Հիսուսը հայոյում է, մեղադք ես Տեր։ Դուք պատկերացնում եք հավատացյալը տենց խոսք ասի։ Հիսուսին հայոյանքի մեղքի մեջ մեղադրեցին։ Այսպիսինն են կեղծ հավատացյալները։ Այսպիսինն են կեղծ հովիվները։ Նրանց քիմքը ունակ չէ զանազանելու չարն ու բարին, բայց դու որպես Աստծո զավակ պարտավոր ես զանազանելու։ Պարտավոր ես զգալու, պարտավոր ես տեսնելու։ Նայեք Սուրբ Հոգու պտուղներին եւ ոչ թե Սուրբ Հոգու պարգևներին։ Պտուղները շատ ավելի կարևոր են, քան թե պարգևները։ Պարգևը շնոր է, կարա Աստված տա, կարա չտա։ Իր ուզածը կարա տա, կարա չտա, պարգևը։ Էական չէ թե դու ինչ պարգևներ ունես։ Պարգևները չեն բարձրացնում քո հոգևոր որակները։ Ուզում ես բժշկության պարգև ունեցիր, ուզում ես քարոզելու պարգև ունեցիր, ուզում ես լեզու խոսելու պարգև ունեցիր, դա քեզ ավելի լավ հավատացյալ չի դարձնելու։ Սուրբ Հոգու պտուղները Գաղատացիս 5-րդ գլխում, որ հիշատակված է, այդ Սուրբ Հոգու պտուղներն են վկայելու քո իրական լինելու մասին, իսկական լինելու մասին, որն է սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հեզություն, հավատարմություն, ժուշկալություն, 9 պտուղ։ Այս հատկանիշներն են վկայում մարդու ով լինելու մասին, մարդու Սուրբ Հոգին ունենալու մասին։ Եթե քո մեջ սեր չկա, եթե քո մեջ այդ ուրախությունը չկա Քրիստոսի հետևորդը լինելու, եթե քո մեջ խաղաղություն չկա, եթե քո մեջ երկայնամտություն չկա, համբերություն չկա, այսօր ճանապարհին տղայից սովորեցնում էի համբերության կարևորության մասին։ Ասում եմ, ես չեմ սիրում համբերությունը։ Ասում եմ, գիտես ինչու չես սիրում, տղաս, որովհետև համբերելը հեշտ բան չի։ Սերը։ Այդ դուք բոլորին տենց սիրում եք։ Այդ տենց ես բոլորին սիրում եմ։ Չէ։ Ես որ տղուս հարցնում եմ։ Մի հատ հարց, որ այսքան ժամանակ չեմ տվելու, լավ հարց չի էլի ինքը, բայց չդիմացա հարցրեցի։ Այսի պապային ես շատ սիրում, թե մամային։ Մենակ բռնցրել էի հազիվ։ Ստեմ քիզ ժպտում է։ Ասում եմ ճիշտ ասա։ Ժպտում է։ Ասում եմ ճիշտ է, մամային։ Արա էսի ոնց մամային ավելի շատ է սիրում, քան ինձ։ Ժպտում ասում է, հա։ Ասում եմ, խի, ինչի համար ես մամային ավելի շատ սիրում։ Որտեվ դու բարկանում ես։ Ասում եմ հլստեղն է։ Ասում եմ դու գիտես գոնե խի եմ բարկանում, ինչի եմ բարկանում, ինչու։ Ասում բարկանում եմ, որ մարդ դառնաս։ Իհարկե, եթե կարծում եք մենք Իրանից տարբեր ենք, չարաչար սխալվում եք։ Ով որ մեր հետ մի քիչ չորա, կոշտա, կոպիտ է, չէ՞։ Չենք սիրում։ Ով որ մեզ պաղպաղակա տալիս։ Այդպես է։ Բայց երբ որ այն չսիրվելիքին էլ սկսում ես սիրել, քեզանից անկախ, հասկանում ես, որ էսի քո մարդկային ուժը չի։ Այս վկայում է նրա մասին, որ մեջդ Աստծո հոգին է բնակվում։ Մենք սրա մասին ավելի պետք է խոսենք։ Սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, համբերություն, հա? Քաղցրություն։ Կեղծերը, քաղցրությունը ցուցաբերում են մենակ իրենց սիրելիներին։ Ում հետ որ իրենց գործը, իրենց ծառայությունը, ում հետ որ կապված է, հա? Այն նրանց հանդեպ քաղցր են։ Ում հետ որ չկա այդ ոչ մի գործնական շահ կամ ծառայողական
կարիք պետք բան չկա, իրանց հանդեպ քաղցր չեն։ Ճիշտ են ամերիկյան հիմա կարծեմ այստեղ էլ է տենց դարել։ Այս ժամանակին երբ որ զգում եմ Ամերիկա մի բան ինձ միշտ եւ հիացնում էր եւ ջղայնացնում էր։ Խանութների այդ ժպտերես ուրեմն վաճառողները։ Hi, how are you? Ես ուրախ եմ, շատ լավ է, ավելի լավ է տենց մի ժպիտով, թեկուզ թող իրական չլինի, բան, բայց գոնե ժպիտով քեզ դիմավորեն։ Ոչ թե սուսարը դեմքով գա հետևից այս կողքդ կանգնի, թե ինչ ես գողանալու։ Քեզ դու պոտենցիալ գող ես զգում, ստեղի խանութները որ մտնում ես։ Որովհետև քեզ ուշադիր հետևում է ինքը։ Բայց մի բան, որ այն ժամանակ ես էսպես էի անում, հիմա որ ասում եի, նու ասենք եթե մարդ էր լինում հետս, ասում եի, հիմա որ այս խանութի աշխատողին ասեմ ոնց եմ, ինչ որ բանով կօգնի, այդ որ հարցրեց, hi, how are you, ինչպես ես։ Հիմա եթե ես ինչպես եսի պատասխանը տամ, իրան ինչ որ բան տակ սառը կանի, բնականաբար ոչ։ Որովհետև մեր քաղցրությունը պետք է չցուցաբերենք մենակ պոտենցիալ հաճախորդների հանդեպ։ Եկեղեցի եկող ժողովրդինը չպետք է նայենք, մեր հաճախորդներն են։ Եկեք իրանց հանդեպ քաղցր լինենք։ Եթե դու իսկական քրիստոնյա ես, դու քաղցր ես, սկսած քո ընտանիքի անդամից, ծնողիդ հանդեպ, երեխայիդ հանդեպ, հարևանիդ հանդեպ, այն տաքսու վարորդի հանդեպ։ Մեջիցդ էդ գալիս է, որտեղ մեջդ Սուրբ Հոգին է բնակվում։ Խանութի աշխատողի հանդեպ, փողոցի անծանոթի հանդեպ, այն տրանսպորտում նստած այդ մարդու հանդեպ, քաղցր ես։ Իմ հոգևոր ուսուցիչը Երջանկայի շտակ Ռոբով Չորբաջյանը մի օր ինձ անկեղծ խոստով այսպես պորտկում ապրեց։ Ասեց գիտես ինչ։ Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, որ չեմ կարողանում զսպել ինձ, կամ գրեթե հազիվ եմ զսպում։ Այսի դոկտոր ինչ։ Ասեց եթե ամոթ չլիներ, կուզեի ամեն մի հայի փողոցում ես տեսած ամեն մի հայ գրկեի, համբուրեի եւ ասեի աղաչում եմ քեզ, ապաշխարի ընդունի Հիսուսին։ Ու այնքան անկեղծ էր ինքը դա ասում, ես հավատում եմ իր անկեղծությանը, որովհետև դա ոչ միայն խոսք էր, այլ նաև այն ճանապարհը, որ մենք իրար հետ մի ժամ պետք է գնենք, դա 3-4 ժամ էր տևում։ Ինչու՞, որովհետև ճանապարհին հովիվ էր տեսնում, միայնակ տատիկ էր տեսնում նստած գյուղերում, ճանապարհներին ասում էր կանգնի այստեղ, կանգնում, գնում էր, խոսում էր, թերթիկ էր տալիս, վկայում էր, ապաշխարության աղոթք էին անում, գալիս նստում էր մեքենան, գնում էինք։ Քարոզները մանրամասն չեմ հիշում, բայց այդ արածները հիշում եմ։ Այդ իսկական էր։ Ոչ թե ավետարանիչի ձիրքը հանկարծ մեջդ հայտնվում է, երբ որ Ամերիկայից խմբեր են գալիս։ Հասան ուժեղ ավետարանիչ ես դու դառնում։ Հենց Ամերիկայից խմբերը գնում են, դու դադարում ես ավետարանիչ լինել, գնալ, փողոց, գյուղ, շրջան, ծանոթ, անծանոթ սկսես վկայել։ Դու դառնում ես ուժեղ կոնֆերանսների մասնակից։ Չգիտեմ, այսօր ժամանակակից հավատացյալ բոլորը սեմինարների ու կոնֆերանսների են մասնակցում։ Ուրեմն լսեք ապրած կյանքի քարոզը։ Թե չէ բեմերից հնչած, ինտերնետներով հնչած քարոզները շատ են, բայց դրանց ազդեցությունը շատ թույլ է։ Ապրած կյանքի քարոզը լսեք։ Եվ ինքներդ ամեն մեկս քարոզենք մեր ապրած կյանքով։ Ու սա էլ վկայելու է, զանազանելու է իրականը կեղծից, ճիշտը սխալից։ Մեկը չկա վատ բան խոսա, բոլորն էլ լավ բաներ են խոսում, բայց պտուղները ավելի բարձր են խոսում, և պտուղների բացակայությունը ավելի բարձր է խոսում, ուստի ուզում ես քիմքդ զանազանի չարը բարուց, պտուղներին ուշադրություն դարձրա, պտուղներով կզանազանես, առաջին այսքանը, Տերը օրհնի ձեզ, և ամեն մեկիս, ինձանից սկսած, ամեն մեկիս լցնի իր պտուղներով, որ մեր կյանքը վկայի Հիսուս Քրիստոսի կենդանի լինելը, որ մարդիկ ոչ թե փնտրեն Հիսուսի կենդանության փաստերը պատմության գրքերում եւ ոչ էլ Աստվածաշնչում։ Այստեղ կա, բայց մարդիկ ուզում են նրա կենդանության փաստը
տեսնեն հավատացյալների կյանքում, հավատացյալների կյանքում, մեր դրսևորումների մեջ, երբ որ մենք անտարբեր չենք լինի մեր դրացի ցավին, նեղությանը, խնդրին, բացակայությանը, հիվանդությանը, այսա խոսելու է իրական լինելու մասին, ինչպես զանազանել կեղծը ամբոխի մեջ, պտուղներին նայեք, թող այդ պտուղներն էլ փառավորեն մեր Տիրոջը սուրբ ու պատվական անունը, հիմա ու միշտ ու հավիտյան դարերում, ամեն, ոտքի կանենք և աղոթքով ավարտենք պաշտամունքը, խոնարհվում ենք քո առաջ մեր պաշտելի Սուրբ Հայր, ի սրտե շնորհակալ ենք ով Տեր, որ դու մեզ զանազանության հոգին ես տալիս, որ դու մեզ խոսում ես, քո ավետարանի խոսքով և սովորեցնում ես մեզ Տեր, այս կեղծիքի դարում գտնել ու զանազանել ճշմարիտ մարգարիտը, փառք ես Տեր քո խոսքի ուսուցման համար, մեր խնդրանքն ու աղերսն է Տեր, որ չլինի թե հանկարծ ուրիշներին սովորեցնելով ինքներս խոտան լինենք, խոտան գտնվենք, շնորհ որ մեր գործերը փառավորեն քո սուրբ անունը Տեր, շնորհիր որ Տեր Աստված եկեղեցիդ մաքուր լինի, հոտը ձուլալ լինի, սնունդը մաքրամաքուր լինի ով Տեր Աստված, որ մեր պտուղներն էլ Տեր մաքուր լինեն, քեզ փառավորող լինեն, եւ եթե այս խոսքը լսողների մեջ մարդիկ կան, որ դեռ քեզ անձամբ չեն հանդիպել, քո քաղցրության համը չեն առել ով Տեր, թող այս պատգամը պատճառ դառնա քեզ հետևելու, քեզ ճանաչելու, իրական սրտի դարձ ու ապաշխարություն ապրելու, ոչ թե շուրթերի խոստովանություն լոկ, այլ սրտի հավատք, նրա հանդեպ, ով իր կյանքը չխնայեց, խաչի վրա զոհեց, մեզ փրկագնելու համար, օրհնյալ ես մեր փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս, մեր սրտերը փոխիր, մեր ծուր ընթացքից մեզ ուղղիր Տեր, մեզ մաքրագործիր ով Հայր, առ քո հոտը Տեր, քո հովանու ներքո, շտկիր, զերծ պայիր Տեր Աստված ամեն տեսակ վտանգներից, դրսից և ներսից, պահապան եղիր եկեղեցուդ ով Տեր, և ես աղոթում եմ ոչ միայն այս տեղական եկեղեցուդ համար, այլ քո տիեզերական եկեղեցու համար, քանի որ ժամանակները չար են ով Տեր, վտանգները շատ են, փորձություններն ու գայթակղությունները շատ, և աշխարհը մուտք է գործել քո եկեղեցիով Տեր, մաքրագործիր, քո սուրբերին ավելի սրբացրու Տեր, քո անունը կանչողներին լսիր ու ողորմիր ով Տեր Աստված, որ մեր հավատքը զորանա, որ մենք էլ շարունակ փառավորենք քեզ, տուր որ Տեր Աստված, այս սին ունայն կյանքի հետ չկապենք մեր հույսերը, ուր որ գողն է, ցեցն է, ժանգն է ուտում ամեն բան, այլ մեր հույսն ու մեր հավատը և մեր գանձերը դիզենք երկնքում, քո փառքերի մեջ Տեր, որովհետև երկիրս էլ կանցնի, աշխարհս էլ կանցնի, նրա ցանկություններն էլ կանցնեն, բայց քո կամքը կատարողը գրված է, հավիտյան պիտի մնա, փառք ես Տեր, ուստի սովորեցնում ես քո կամքը կատարել, այս աշխարհի վրա, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտյանից, և հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ, ամեն